2025-ին հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի մեծ առաջընթաց են գրանցել, քան Հայաստանի անկախացումից ի վեր որևէ այլ տարում, Ամանորի իր ուղերձում ասել է Հայաստանում Ամերիկայի դեսպան Քրիստինա Քվինը։ Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Նախագահ Թրամփի հետ պատմական հանդիպման ընթացքում նախանշվեց մեր համագործակցության շրջանակային տիրույթը, որը տասնամյակներ շարունակ ուղենիշ կլինի մեր ընթացքի համար։ Միասին աշխատում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, ասել է Քրիստինա Քվինը։ Նոր տարվա գիշերը առաջ ձյուն է գալու և պետք է տեխնիկան ու հերթապահող խումբը ապահովեն ճանապարհների մաքրությունը, գործակարգավարական նիստում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Մինչդեռ օդերևութաբան Գագիկ Սուրենյանի խոսքով դեկտեմբերի 29-ից հունվարի 3-ը տեղումներ չեն լինի, բացառությամբ Վայոց ձորի և Սյունիքի։ Հունվարն ըստ Սուրենյանի կանցնի նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով։ Հունվարին հանրապետությունում օդի միջին ամսական ջերմաստիճանը կբարձրանա կլիմայական նորմայից 1-ից 2 աստիճանով, տեղումների քանակը կմնա նորմայի սահմաններում, մամուլի ասուլիսում հայտնել է հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Դեկտեմբերի 29-ից մինչև հունվարի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, բացառությամբ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի, իսկ հունվարի 3-ից ողջ երկրում հաստատվելու է առանց տեղումների եղանակ։ Հունվարի առաջին տասնօրյակը կլինի մի փոքր սառը, ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի 1-ից 2 աստիճանով, բայց հունվարի 2-րդ և 3-րդ տասնօրյակին օդի ջերմաստիճանը կլիմական նորմայից բարձր կլինի 1-ից 2 աստիճանով։ Տպաբանական միջին արժեքով ստացվում է, որ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-ից 2 աստիճանով։ Երևանում որոշ թաղամասեր շարունակում են մնալ հոսանքազրկված նախօրեին Էրեբունի վարչական շրջանում ենթակայանի հրդեհվելու պատճառով։ Էրեբունի վարչական շրջանի բնակիչներից մեկը 21 TV News-ի հետ զրույցում պատմել է, որ Հայաստանի էլեկտրական ցանցերից ասել են էլեկտրաէներգիայի մատակարարումը հնարավոր կլինի վերականգնել մինչև այսօր 22:00-ն, իսկ ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ խոշոր վթարից հետո գրեթե 36 ժամ անդադար աշխատանք է կատարվել։ Հոսանքազրկված 11,500 բաժանորդների էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում են։ Հայաստանում հասարակության հոգևոր և հասարակական միասնությունը կարող են առաջնորդել ազատազրկված Միքայել Սրբազանը, ամենայն հայոց կաթողիկոսը, կես տարուց ավելի կալանավորված ազգային բարերար Սամվել Կարապետյանը։ Այսպես են կարծում Գելափի հարցման մասնակցած քաղաքացիները։ Նրանց ճնշող մեծամասնությունը 73,4%-ը անհրաժեշտ է համարում հանրային համերաշխություն ձևավորել եկեղեցու օգնությամբ։ Եկեղեցին վստահության ամենաբարձր ցուցանիշն ունի 55,8%-ը, ինչը զգալի գերազանցում է պետական իշխանությունների և քաղաքական դաշտի նկատմամբ վստահության ցուցանիշին։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց և Քարիլիշ տանող ավտոճանապարհները, հայտնել են ներքին գործերի նախարարությունից։ Կցորդիչով բեռնատարների համար փակ են Ջերմուկի Խաչմերուկից մինչև Զանգեր կոչվող հատվածը, Նորավան Լծեն Տաթև, Շինուհայր Տաթև Կապան, Վանաձոր Սպիտակ, Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհները, Վարդենյանց Լեռնանցքը, Սպիտակի և Դիլիջանի ոլորանները։ Վարդենյանց Լեռնանցքում տեղում է ձյուն, Մեղրուսար կոչվող հատվածում բուք է։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Ստեփանցմինդալարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար։ Ձյան պատճառով հանրապետությունում վերջին մեկ օրում գրանցվել է 274 ավտոպատահար, մասնակից մեքենաների թիվը 520, դրանցից 10-ի անվադողերն են եղել ոչ զմերային։ Պարեկները հանրապետությունում մեկ օրում ստուգել են 1655 տրանսպորտային միջոցի անվադողեր, 180-ի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ։ Ներքին գործերի նախարարությունը վարորդներին հորդորում է պահպանել երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցները վարել բացառապես զմերային անվադողերով։ Պուտինը և Թրամփը շատ շուտով նորից կխոսեն հեռախոսով, հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Կրեմլը դեռևս տեղյակ չէ, թե ինչպես են ընթացել Զելենսկու և Թրամփի միջև բանակցությունները և չի կարող գնահատել դրանց արդյունքը։ Սակայն Մոսկվան համաձայն է ԱՄՆ նախագահի այն հայտարարությանը, որ խաղաղությունը զգալիորեն ավելի մոտ է դարձել։ Պուտինի և Զելենսկու միջև հեռախոսազրույցը ներկայումս չի քննարկվում։ Ուկրաինայի խաղաղության ծրագրի որոշակի կետեր, այդ թվում Դոնբասում ազատ տնտեսական գոտու և Զապորոժիեի ատոմակայանի կառավարման հարցերը հրապարակայնորեն մեկնաբանել է Կրեմլը անտեղի է համարում, ասել է Պեսկովը։ Նրա խոսքով պատերազմը դադարեցնելու համար Ուկրաինան պետք է ամբողջությամբ դուրս բերի իր զորքերը։ Ավելի վաղ տեղի ունեցած Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ պատերազմի վերջնական դադարեցման համար Կիևից պահանջվում է պատասխանատու քաղաքական որոշում։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը շեշտել է, որ քննարկման ընթացքում Պուտինը համաձայնել է շարունակել աշխատանքը
երկու աշխատանքային խմբերով, որոնցից մեկը զբաղվելու է անվտանգային խնդիրներով, իսկ մյուսը տնտեսական հարցերով։ Խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրը այս տարվանից կնշվի ապրիլի 19-ին։ Այս մասին հրամանը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Օրենքի նախագիծը Պետդումա էր ներկայացվել նոյեմբերին։ Հիշատակի ամսաթվի հավերժացումը կարևոր նշանակություն կունենա պատմության կեղծմանը հակազդելու համար, նշել են նախագծի հեղինակները։ Մի քանի ակտիվիստներ Լոնդոնում բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի։ Նրանք քաղաքի փողոցներում փակցրել են Նեթանյահուի լուսանկարը, հետախուզվում է ցեղասպանության եւ ռազմական հանցագործությունների համար գրառմամբ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Դոնալդ Թրամփի հետ հանդիպանը կփորձի համոզել նրան եւս մեկ անգամ հարվածել Իրանին։ Ըստ Washington Post-ի Նեթանյահուին դժվար թե հաջողվի հասնել իր նպատակներին, քանի որ Սպիտակ տան առաջնորդը այժմ ձգտում է խուսափել էսկալացիայից։ Ֆլորիդայում նախատեսված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հանդիպումը։ Բացի այդ, նախորդին Իսրայելի վարչապետը հայտարարել էր, որ կարող է Թրամփին խնդրել հավանություն տալ Գազայի հատվածում ռազմական եւս մեկ գործողություն անցկացնել։ Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո ավարտվել է Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմերը մոտ են համաձայնության, նշելով, որ քննարկվել են բազմաթիվ հարցեր եւ բանակցությունները հասել են վերջին փուլին։ Նրա խոսքով հակամարտությունը կամ կավարտվի, կամ դեռ երկար կշարունակվի։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ 20 կետանոց պայմանագրի շուրջ 90%-ն է համաձայնեցված, իսկ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը ամբողջությամբ։ Միաժամանակ նա ընդգծել է, որ տարածքային հարցերը մնում են ամենաբարդն ու չլուծվածը, հավելելով, որ անհրաժեշտ է շտապել համաձայնության հասնել, հակառակ դեպքում Ուկրաինան կարող է կորցնել նոր տարածքներ։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել է Ֆլորիդայում կայացած Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Եվրոպան պատրաստ է շարունակել համագործակցությունը ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման հարցում։ Good morning everyone. Let me just Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուպն էլ անդրադարձել է Թրամփի եւ Զելենսկու հետ եվրոպացի առաջնորդների զրույցին։ Մենք քննարկել ենք պատերազմը դադարեցնելու կոնկրետ քայլեր։ Բոլորս աշխատում ենք արդար եւ հարատև խաղաղության հասնելու համար, շեշտել է Ստուպը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը եւ կարգավորման ուղիները։ Թրամփը նշել է, որ պատերազմի վերջնական դադարեցման համար Կիևից պահանջվում է պատասխանատու քաղաքական որոշում, որը վերաբերում է Դոնբասին։ Ուշակովն ընդգծել է, որ քննարկման ընթացքում Պուտինը համաձայնել է շարունակել աշխատանքը երկու աշխատանքային խմբերով, որոնցից մեկը զբաղվելու անվտանգային խնդիրներով, իսկ մյուսը տնտեսական հարցերով։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են բանակցել նաև Թրամփի եւ Զելենսկու հանդիպումից հետո։ Մեքսիկայի Օախակա շրջանում գնացքը ռելսերից դուրս է ընկել, ինչի պատճառով զոհվել է ավելի քան 13 մարդ, գրեթե 100-ը վիրավորվել։ Մեքսիկական ծոցի եւ Խաղաղ օվկիանոսի միջև ընթացող գնացքում եղել է 241 ուղևոր եւ անձնակազմի 9 անդամ։ Գնացքը ռելսերից դուրս է եկել Նիզանդա քաղաքի մոտ գտնվող շրջադարձի ժամանակ։ Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը 6-րդ անգամ դարձել է արագ շախմատի աշխարհի չեմպիոն Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած առաջնությունում։ 35-ամյա շախմատիստը վաստակել է 10.5 միավոր, մրցաշարային աղյուսակում 1 միավորով առաջ անցնելով իր ռուս մրցակից Վլադիսլավ Արտեմիևից։